Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, օրեր առաջ այստեղից, այս ամբիոնից Նարեկ Կարապետյանը ելույթ ունեցավ եւ խոսեց Գրիգոր Զոհրաբի մասին։ Մի տեսակ դա անտեսվեց, չգիտես ինչու, բայց ես չեմ կարող չանդրադառնալ ձեր խոսքերին, պարոն Կարապետյան, որովհետեւ վիրավորական է ցանկացած հայ մարդու համար լսել, որ Ազգային ժողովի պատգամավորը կարող է գալ այստեղից, ասում նկար սենց պահել, ասել է ցիլոյով մարդը գիտեք ով է։ Դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Դուք գիտեք Գրիգոր Զոհրաբն ով է։ Որտեղ զարմացած նայում եք, ասենց ես չեմ ասել։ Վստահաբար այդ տեքստը ձեզ համար գրել տվել էին, որովհետև ոչ մի հայ մարդ, երեխա Ցանկացած տարիքի մարդ մեծահասակ չի կարող Գրիգոր Զոհրաբի մասին նույնիսկ մտածելով ասել այդ ցիլոյով մարդը, դա ամոթ է, դա խայտարակություն է, Գրիգոր Զոհրաբը հասարակական քաղաքական գործիչ է եղել, փաստաբան, ով մեծ գործունեություն է ծավալել Թուրքիայում, դարձել է Թուրքիայի խորհրդարանի անդամ, որպեսզի կարողանա պաշտպանել մարդկանց իրավունքները, հայերի իրավունքները, նաև այլ փոքրամասնությունների իրավունքներ, որի պատճառով էլ հալածանքի է ենթարկվել։ Եվ ձեր խոսքից հասկանում եմ, որ Գրիգոր Զոհրաբը ընդամենը մի ցիլոյով մարդ էր, ով որ Թալյաթի հետ կարտ էր խաղում ու չկարողացավ ինչ-որ հարցեր լուծել։ Իհարկե դուք այլաբանություն եք դրել ձեր խոսքի մեջ, որը բավականին անտեղի էր, բայց դուք պիտի հասկանաք, որ Գրիգոր Զոհրաբի մասին այդպես խոսելը ուղղակի ամոթ է։ Կանցնեն տարիներ, Գրիգոր Զոհրաբը շարունակելու է մնալ Գրիգոր Զոհրաբ, սակայն դուք, ձեր հորեղբայրը, որևէ կերպ պատմության մեջ չեք մնալու, որպես ականավոր քաղաքական գործիչներ։ Ձեր հորեղբայրը մնալու է մի մարդ, որը Ռուսաստանից գործուղվել էր Հայաստան, որը ընդհանրապես Forbes-ի ցուցակում ինչ-որ միլիարդատերերից մեկն էր, սակայն որևէ կերպ չի մնալու հայ պատմության մեջ որպես Գրիգոր Զոհրաբի կեսիչափ եղած մարդ եւ ավենավատը ասեմ, պարոն Կարապետյան, որը կարող է ձեզ հիասթափեցնել, Գրիգոր Զոհրաբը ընդգրկված է հայ առաքելական եկեղեցու կողմից սրբադասված հայոց ցեղասպանության հավաքական նահատակների շարքում։ Եվ այդ արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 23-ին Էջմիածնում, որպեսզի չդմդմբացնեք չեմ ասի ում կողմից է տեղի ունեցել արարողությունը։ Հետևաբար դա ամոթ է։ Ու այստեղից գոնե գաք ներողություն խնդրեք, սենց երասկոտ հայացքով վերև եք նայում, իբրև դուք ոչինչ չեք ասել։ Դուք խայտարակել եք ձեզ, որովհետև այդ տեքստը չէիք կարող դուք գրել։ Այդ տեքստը վստահաբար ինչ-որ այլ մարդ է գրել։ Իսկ մեր Հայաստան դաշինքի գործընկերների հետ մի փոքրիկ բան եմ ուզում խոսել։ Երեք որ Ագնեսա Խամոյանը ասում էր երկու երեխաների, անչափահաս երեխաների մորը կալանավորել են, տատիկին կալանավորել են, չգիտեմ, բոլորին կալանավորել են, նախ այդ բաների մասին խոսելուց եկեք ասեք ինչի են կալանավորել, որ հասկանանք, որովհետև որևէ մեկին առանց հիմքերի չեն կալանավորում, բայց մի բան էլ ասեմ, եթե երեխաների համար այդքան շատ եք մտածում, ընտրողաբար մի խոսեք երեխաների հետ կապված, հենց այս պահին կամ հենց այս պահին նկատի ունեմ 3 այսօր, այս քանի օրը ինչ է տեղի ունենում։ Թալինի եկեղեցու հոգևոր հորը Տեր Թադեին տնից հանում են 4 երեխաների հորը Կտրիչ Ներսիսյանի անունով գրանցված տնից։ Մի հատ դադարեցեք բան եմ ասում։ Հերիքա, հասկանալի է, հերիքա։ Շարունակեք Տիկին Դավոյան։ Մի հատ լսելու ունակություն ձեռք բերեք եւ լսեք։ Տունը։ Պարոն Մխիթարյան, ձեզ նախատուշացում տեղից մի խոսեք։ Մի րոպե, մի խանգարեք։ Տունը, որտեղ բնակվում է Տեր Թադեն, գրանցված է Ներսիսյան Կտրիչ անուն ազգանունով մարդու վրա։ Ոչ թե Գարեգին Բ-ի, ոչ թե կաթողիկոսի, Կտրիչ Ներսիսյան անուն ազգանունով մարդու վրա։ Եվ այդ տնից այսօր Հերիքա, հարգելի բարեկամներ, շարունակեք Տիկին Դավոյան։ Իսկ դու ես մեկը բայց չարժեր դմդմփացնել ձեր տրամաբանության շրջանում։ Այսինքն ձեր տրամաբանությամբ նորմալ է, որ մարդուն տնից հանում են, բայց որ տունը գրանցված է
իմ նշած անուն ազգանունով մարդու վրա, այդտեղ արդեն այդ անուն ազգանունի հետ խնդրեմ ունեք, բայց եկեք խոսեք, ասեք մեր ձեր սիրելի կաթողիկոս կոչեցյալը ինչի՞ է չոզ երեխաների հորը տնից հանում, երեխաներին էլ հետը։ Բա դրա վրա ինչի՞ չեք դմդմբացնում, դա հայրաբար է, դա քրիստոնեաբար է։ Ասեմ ավելին, որ էլի տուն կա, որտեղ ապրում է Տեր Արամը, էդ էլ է գրանցված Ներսիսյան կտրիչ անուն ազգանունով մարդու վրա։ Բա խոսեք այդ մասին, բա այդ ո՞նց է լինում, որ միտեղ անձնագրով էսպես է, բա այդ ո՞նց է լինում, որ այդ տները տենց է լինում։ Բա խոսեք։ Չեք խոսելու, որովհետև խոսելու բան չունեք, որովհետև գիտեք ծիծաղելին որն է, որ այստեղից ասում ենք հայ առաքելական սուբեկեղեցու ղեկավարը կաթողիկոսը ունի զավակ, քար լռություն, ոչ մեկի դա չի հուզում, ունի խախտել է կուսակրանության ուխտը, նորմալ է, չենք դմդմբացնում, իր ողջ բարեկամներին օծել դարձել է եպիսկոպոսներ եւ այլն, որը կանոնակարգերով արգելված է, այդտեղ էլ է նորմալ։ Գիտեք ինչի, որովհետեւ պարոն Կարապետյանի հոպարի նկարը կպցրած է եկեղեցբանում, վեհարանում եւ չի կարելի դրան արձագանքել։ Չի կարելի, պետք է այդ ամեն ինչին լավ վերաբերվել, բայց հենց անուն ազգանունն ասում ենք, էլ չեմ ասելու, որովհետև հավես չկա։ Հենց անուն ազգանունն ասում ենք, ստեղ ինչ որ բուրըն ռեակցիաներ են լինում։ Ամոթ է, վերջացրեք։ Տիկին Գրիգորյան։ Չեք լսում։ Ոչինչ։ Տիկին Գրիգորյան, երբ գաք այստեղից խոսեք Ռոբերտ Քոչարյանի, Աթարամիտ եւ այլ բաների մասին, տենց էպիցետներ ասեք, դրվատանքի խոսքեր ասեք, անպայման համեմատեք, անպայման սկսեք պատմել, թե ինչպես կարող էր մարդը հարստանալ 10 տարում եւ ինչպիսի տիեզերական արագությամբ է այդ մարդը հարստացել եւ ինչու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ մարդուն այդքան չեն սիրում։ Ուղղակի մեզնից վերացարկվեք։ Մենք այստեղ չենք։ Մի հատ դուրս եկեք փողոց եւ տեսեք մարդիկ ինչպիսի ուշադրությամբ են հետևում այն process-ներին, որը տեղի է ունենում, եւ եկեք ասեք, քանի որ դուք կոռուպցիայից շատ եք սիրում խոսել, եկեք պատմեք, թե այդ կոռուպցիոն գործարքները, որոնք հրապարակված են, որևէ խնդիր չունեն, ամեն ինչ նորմալ է եւ ոչ մի բան տեղի չի ունեցել, ուղղակի հաջողակ աստղի տակ են ծնվել մարդիկ եւ տենց հաջողություններ են ունեցել։ Ես ձեզ ուզում եմ ասել, որ երբ էլի գալիս եք ասում եք երկու երեխաներ, այսպես, այնպես, կալանավորեցին երեխաների աչքի առաջ, գիտեք չէ՞ որ Գորգ Քլոյանն էլ երկու անչափահաս երեխա ուներ։ Եվ իր երեխաները իրենց հորը այդպես էլ չտեսան։ Բա մի օր եկեք դրանց մասին է խոսեք։ Չեք կարող, չէ՞ խոսել, դե որովհետև Արտուր Խաչատյանն ասում էր, ամսաթվեր են, մարտի 1, հոկտեմբերի 27, հունվարի 4, ամսաթվեր չեն, պարոն Խաչատրյան։ Խայտարակության ամսաթվեր են։ Եվ պետք չի այդ ամսաթվերը, այսպես հա դե ամսաթվեր են էլի անցած լինի։ Անցած չի լինելու, որովհետև արդարության ժամը համենայն դեպս գալու է։ Ու ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիները գիտեք ոնց կարելի է բնութագրել։ Հայտնի քառատողի վերջի 2 տողերով, երբ ասում էր Աստված պահի քո բալին, ոնց էր համը իմ ձաքի, այդպես կարելի է բնութագրել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները։ Շնորհակալություն։